Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևունեցիներ, եթե հրաշքով Արգիշտին ևս մի անգամ ես կողմերով անցներ, ասել բա ես սենց պետության հիմք դրեցի, էսում ես երկիրը վստահեցիք։ Որ հիմա վերակենում ասում մոռացեք անցյալը, մոռացեք պատմությունը, հենց բան չասեք, որ թուրքների դուրը չգա, իզները կախ պահեք, թե չէ փորձանքը, չնայած հիմնական եւ թերևս միակ փորձանքը հենց ինքը Նիկոլ Փաշինյանն է։ Բայց քանի որ ես այսօր խոսք էի տվել խոսել ծրագրերի մասին, խոսեմ մեր առաջարկների մասին։ Բայց մի կարճ դրվագ պատմեմ։ Ուրբաթ օրը Գրիգորյան Աննան ու ես հանդիպեցինք շուրջ 20 օտարերկրյա ժուրնալիստների հետ։ Գերմանացի, ավստրիացի եւ շվեյցարացի։ Բնականաբար իրենց հետաքրքրում է Ռուսաստան, Արևմուտք այդ հարաբերությունները, առևտրատնտեսական կապերը, ասում են, իսկ Եվրոպայի հետ ասեմ իհարկե համաձայն ենք, իհարկե պետք է մեր հարաբերությունները, տնտեսական հարաբերությունները ընդլայնենք, բայց ասում եմ ձեզանից մեկը Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում մի հայկական ապրանք առել է, քար լռություն, լավ ասում եմ, չեք առել, գոնե մեկը ձեզանից Եվրոպայում մի հայկական ապրանք, մի խանութում, մի ցուցափեղկի վրա տեսել է քար լռություն։ Որտեղից տեսնեն։ Ինչ է Հայաստանը արտադրում, որ կարողանա վաճառի Եվրոպայում։ Ինչ։ Բա որ ոչինչ։ Այդ Նիկոլ Փաշինյանի հրճվանքը, թե հեսա սահմանը բացվեց, հեսա թուրքերը թողելու են, հեսա մեր ապրանքը գնալու է, ինչ է գնալու մեր ապրանքը, Հոլանդիայից բերած վարդը Հոլանդիա է գնալու, թե Թուրքիայից մաքսան ենք բերված լոլիկն է Թուրքիա գնալու, իր ստեղծած իշխանության տնտեսությունը, չարչիական տնտեսությունը, մենակ առևտուր, ուրիշ ոչ մի բան։ Մենք ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի խոստանում ենք Հայաստանը դարձնել, Հայաստանին վերադարձնել արդյունաբերական պետության, ինժեներական պետության, գիտելիքահենք պետության նախկին հզորությունն ու հմայքը։ Հայաստանը պետք է լինի մրցունակ պետություն, որի ապրանքները հնարավոր լինի վաճառել թե Ռուսաստանում, թե Եվրոպայում, թե Իրանում եւ թե հեռավոր Միացյալ Նահանգներում։ Հայկական արտադրողը պետք է լինի պետության հոգացության կենտրոնում։ Ինչ աջակցություն են ստանում հայ արտադրողները, հայ արդյունաբերողները, ոչ մի բան, ոչինչ, մեր արդյունաբերողները պետք է լինեն պետության պաշտպանության ներքո։ Մյուս խնդիրը, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը։ Սելայնակիցներ, ժամանակին Երևանի քաղաքում քայլում էիր, բազմաթիվ կրպակներ, պաղպաղակ էին վաճառում։ Հիմա հոբ քաղաքի ինչ-որ մի ծայրում կամ մի կետում բացում է մի հատ մեծ սուպերմարկետ ու այդ հարյուրավոր փոքր կրպակները, այդ հարյուրավոր փոքր ձեռնարկությունները չկան այլևս, որտեղ են մեծերը տանում են, իսկ փոքր ձեռնարկությունները տնտեսության հիմքը պետք է լինի, սոցիալական արդարության անհրաժեշտ պայմանն է, այդ փոքր ձեռնարկությունում աշխատողը երեխու համար այդ կոպեկով հաց եւ կոշիկ առնում եւ գիրքա դասագիրքա գնում։ Այդ մարդկանց փոքր ձեռնարկություններին մենք խոսք ենք տալիս հարկային 100% հետ վերադարձ։ Հարկերի հաշվետվությունը ներկայացնելու են, հասկանալու ենք ինչ-ինչոց է գումար չենք տանելու, որպեսզի նախ մենք հասկանանք մեր քաղաքականությունը ինչքանով է նպաստում փոքր եւ միջին ձեռնարկատիրության աճին եւ երկրորդ հետ մարդիկ հասկանան ինչքան ծախսեցին, ինչքան աշխատեցին։ Մյուսը
արտահանումները, արտահանող ձեռնարկություններին էական աջակցություն, ներմուծման փոխարինումը, ուրեմն մենք չկանք թուրքական արտադրողի չափ չկանք, մենք չենք կարող արտադրենք այն ինչ որ թուրքերն են արտադրում ու բերում լցնում են մեր երկրում, իհարկե կարող ենք, եւ դրա համար պետք է իրականացվի ներմուծման փոխարինման քաղաքականություն, ներքին արտադրություն, մյուսը գյուղատնտեսությունը, այս իշխանությունները եկած չեկած գյուղատնտեսության նախարարությունը փակեցին, ինչու՞։ Իրան գիտեին չէ, որ նախարարություն չլինի գյուղատնտեսությունը կսկսի ընկնել, գյուղատնտեսության զբաղվողների փողը կնվազի, հողից ստացած եկամուտը կնվազի, հողի գինը կընկնի, ով դրանից կշահի, նա որ այդ հողը էժան կառնի, կամ իր համար կամ թուրքերի համար, որ հետո թուրքերը գան ստեղ եւ հայերին բادرակ սարքեն։ Դա համար ասում են գյուղատնտեսությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում։ Աջակցելու ենք մարդկանց մշակել իրենց հողը ավելի բարձրաձև արտադրանք ստանալու համար, որ մենք Երևանում ուտենք հայկական արտադրության պանիր, կարագ, միս, երշիկ, այլ ոչ թե 40-50% մեր վայելահողերը չեն մշակվում, ասես որփի նման ընկած դրսից ցորեն են մուրում, հետո ասում են վայ տեսեք ինչ լավ եղավ, 4-րդ կարգի ցորեն ստացանք Ադրբեջանով։ Ուստի սիրելի երևանցիներ, սիրելի հայեր, որպեսզի մենք ունենանք զարգացած, գիտելիքահենք, արդյունաբերական պետություն, այն ինչ որ ունեինք տարիներ առաջ, բոլորս միասին 2026-ին ում ենք մերժում, իսկ ում ենք աջակցում, ուրեմն 2026-ին մերժենք, 17-ին ամսի 7-ին ընտրենք, չխառնեք։